Պարոն Սարգսյան, ոստիկանապետը այսօր հայտարարել է, որ ոստիկանության ներսում վհուկներ կան, որոնք կրիմինալին, այսպես ասած, տեղեկություն են տալիս եւ այդ վհուկներից պետք է ազատվել, պետք է համազգեստից հանել վհուկներին։ Դուք համաձայն եք այդ դիտարկման հետ, որ ոստիկանության ներսում կան վհուկներ։ Եթե վհուկներ կան, ինչպես ոստիկանապետն է նշել, բնականաբար ազատվել է պետք օր շուտ։ Իմ կարծիքը դա է։ Ինչի մասին է խոսքը, եթե կան վհուկներ, ես ասեմ, չէ, նրանք պիտի գոյատևեն, պիտի շարունակեն իրենց սև գործը։ Չգիտեմ, կան թե չկան, ես չեմ ուզում նույնիսկ կարծիք հայտնել։ Բայց բոլոր ժամանակներում, եթե հայտնաբերել են այդպիսի մարդկանց, բնականաբար ազատվել են նրանցից։ Որևէ զարմանալի բան չկա կարծեմ։ Այսինքն դուք էլ եք կողմ վհուկների որսին ոստիկանության ներսում։ Եթե վհուկ բառը տվյալ պահին տեղին է օգտագործված, եւ իրոք ոստիկանությունում այդպիսի մարդիկ կան, դրանցից ազատվել պետք է։ Ուղղակի, չգիտեմ, կան իրոք այդպիսի մարդիկ թե չէ։ Ես տեսնում եմ, որ մարդիկ հնարավորինս աշխատում են։ Ոստիկանության աշխատանքը հիմա էլ ինձ տեսանելի է, անզեն աչքով ես դա նկատում եմ, որ մարդիկ իրենց գործի նվիրյալն են։ Այսօր այս պայմաններում մարդիկ աշխատում են, շատ դժվարություններ, շատ զրկանքներ կրելով մարդիկ աշխատում են։ Իսկ եթե դրանց մեջ կան մարդիկ, որոնք ձեռք են տաքացնում նման գործնեությամբ, հանցագործ աշխարհի հետ կապեր պաշտպանելով, դրանցից օր շուտ ազատվելը կարծում եմ շատ կարևոր է նույնիսկ։ Իսկ ձեզ համար տարօրինակ չէ, որ ոստիկանապետը հենց այս շրջանում է սկսել վհուկների այսպես կոչված որսը, այն ժամանակ, երբ շրջանառվում է իր իսկ պաշտոնանկության հարցը։ Ճիշտ ասած, ես այդ խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում, որտեղ ցանկացած պաշտոնյայի մասին մեր երկրում կարծես սովորություն կա, մի քիչ էլ ոնց որ հաճույք ստանան, մի բան տարածեն ու սկսեն շրջանառության մեջ դնել։ Այս ինչին ազատում են, այս ինչին նշանակում են եւ այլ։ Ես այս խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում։ Բայց ամեն դեպքում թե ինչու հենց այս ժամանակաշրջանում, որ նրա մասին է կարծում եմ նա ինքն էլ երևի լուրջ չի վերաբերվում այդ խոսակցություններին, երևի աշխատանքի բնույթից ելնելով, երևի օրվա հետ կապված, օրվա պահանջի հետ կապված, այդ խնդիրը առաջացել է, ոչ թե իր պաշտոնանկության հետ կապված։ Ես չգիտեմ, դա իրականություն չի, ճիշտ ասած, բայց ամեն դեպքում, եթե գտնում է, որ պետք է նրա քաղաքականությանը այս պահին միջամտելը եւ անտեղի կարծիքներ հայտնելը, կարծում եմ իմաստ չունի։ Եթե իրոք վհուկներ կան ոստիկանության ներսում, ինչպես ասում է Վլադիմիր Գասպարյանը, ինչու ձեր կարծիքով նրանք երբևէ պատասխանատվության չեն ենթարկվում, ընդհանրապես ազատվում են աշխատանքից։ Այսինքն եթե մարդիկ ոստիկանը կրիմինալի հետ կապ է ունեցել, ինքը պիտի քրեական պատասխանատվության չէ ենթարկվի դրա համար, ոչ թե նման հայտարարություններով ազատվի աշխատանքից։ Ես ձեր հետ համաձայն եմ, եթե նման գործունեություն են ծավալել, անպայման պիտի պատժվեն, որտեղ դա քրորեն պատժելի արարք է։ Դա կարելի է մի բառով ասել դավաճանություն է, այն էլ ոստիկանական համակարգում։ Եթե կան, պիտի ազատվեն, ինչու՞ չէ քրեական պատասխանատվության ենթարկվեն պարտադիր, որ մնացածին գոնե դաս լինի, պատմությունը այդպես են կերտում։ Ներելով ամեն անգամ ով ինչ արեց անցած լինի, նախկինի հանդեպ չի կարելի սա անել, որտեղ անհարմար է եւ այլ եւ այլ։ Ես դրան ի սկզբանե համաձայն չեմ եղել։ Ամեն մարդ պիտի կարողանա իր գործելավոճի համար հետագայում էլ պատասխան տա։ Դա իմ կարծիքն է, որպեսզի մարդիկ պատասխանատվություն զգան, որ միտեղ աշխատում են 5 տարի, 10 տարի հետո մեկը կգա իրենց վատ արարքը ջրերես կհանի, մարդկանց ցույց կտա։ Այս մարդը ինչ գործնեությամբ զբաղվում է։ Կարծում եմ, որ բոլորը տես մտածեն շատ լավ կլինի։ Ամեն մարդ իր արարքի համար մի օր պիտի պատասխան տա։ Թե չէ մոռանալ, ներել, լավ ոչինչ անցած լինի, ամոթա, մի բուր հայենք եւ այլ, այդ շաբլոն խոսքերը, որի տակ շատ բաներ ներվում են եւ շատ շատերը հետագա պատասխանատվության հետ կապված շատ հանգիստ են։ Գիտեն, որ հետո չեն պատժվում, այդ պահին պատժվեցին, չէ, հետո մոռացվում է։ Ես կոնկրետ դրան դեմ եմ։ Ամեն մարդ իր արածի համար պիտի պատասխան տա։ Նամանավանդ պաշտոնատար անձիկ, ովքեր ժողովրդի հետ կապված խնդիրներ են լուծում, ովքեր ժողովրդի ճակատագրի հետ կապված կարող են որոշումներ կայացնել։ Դրանք պիտի մտածեն, որ մի օր դրա իսկությունը կպարզվի եւ մարդիկ գոնե կիմանան ով է եղել։ Այսինքն որպեսզի ոստիկանապետի հայտարարությունները հիմնավոր հնչեն, որպեսզի հանրությունը հավատա այդ հայտարարություններին, պետք է դրան հետևեն քրեական գործեր, այսպես կարելի հասկանալ։ Կարծում եմ այո, եթե մարդիկ պիտի ազատվեն համակարգից, նայած ինչի համար են ազատվում։ Գիտեք, կարող են նրանց խախտումները ինչ-որ մանր-մունր, կարգապահական խախտումներ, աշխատանքի հետ կապված ինչ-որ հարցերում զլացել են, իրենց պարտականությունները պատշաճ կարգով չեն կատարել, ես դրա մասին չեմ խոսում։ Դրա համար կա համապատասխան տուժեր, կա կադրերի տակ վերցնելու հասկացողություն։ Ընդհուպ կա համակարգից հեռացնելու, ազատվելու, ոստիկանի վարքը, չգիտեմ ինչ արատավորելու, ոստիկանի գործունեությունը ձախողելու առումով, բայց եթե նա այնպիսի արարք է թույլ տվել, որը քրորեն պատժելի է, ինչի մասին քիչ առաջ խոսում ենք, կարծում եմ հետամուտ պիտի լինեն մինչև վերջ շարունակեն։
Որպեսզի այդպիսի մարդիկ տեղ չգտնեն համակարգում, սա ամենավտանգավոր երևույթն է։ Սակայն չեք կարծում, որ եթե նման քննություն չի տարվել, առանց նման քննության, առանց կոնկրետ ապացույցների, գոնե հանրության ապացույցներ ներկայացնելու նման հայտարարություններ անելը, վհուկների ворս սկսելը ճիշտ չի ոստիկանական համակարգում։ Երկու պարանի վրա խաղացող մարդիկ, երկու գործունեություն ծավալող մարդիկ գիշերային եւ ցերեկային առերևույթ եւ գաղտնի։ Դրանք շատ վտանգավոր են բոլորիս համար։ Բոլորիս համար այդպիսի մարդկանցից հարկավոր է զգուշանալ եւ օրշուտ ազատվել։ Եթե կան, ես չեմ կարող ասել կան թե չկան։ Ես ոստիկանության աշխատանքը հարգում եմ, հիմա էլ ես տեսնում եմ այդ աշխատանքը, բոլոր ժամանակներում եմ ես դա տեսել, անկախ այն բանից ով է ղեկավարում ոստիկանությունը, անկախ այն բանից ինչ իրավիճակ է երկրում, ոստիկանությունը իր խնդիրները լուծում։ Այսօր ամենածանր, ամենաչարքաշկանք վարողները դրանք ոստիկաններն են։ Ես խնդրեի, որ մեր հասարակությունն էլ մի քիչ ուրիշ աչքով նայեր այդ մարդկանց, պետք չի տենց ատելությամբ ներշնչվել։ Ձեր ժամանակ վհուկներ եղել են, թե ոչ։ Եթե եղել են, ապա պատժվել են, բայց ես տենց կոնկրետ օրինակ այս պահին եկեք չասեմ։ Դուք ձեր վերադարձը ոստիկանական համակարգ հնարավոր համարում եք։ Դե հիմա գիտեք ինչ, ես այդ մասին ոչ հնարավոր, ոչ անհնար, երբեք ոչի բան չեմ համարում։ Երկրի վիճակն է, չգիտեմ, դա այս երկրում մի մարդ է որոշում։ Երկրի ընդհանուր քաղաքականությունը թելադրող մարդը, որը երկրի նախագահն է։